Գնդեվանք վանական համալիրը գտնվում է Վայոց ձորի մարզի Գնդեվաց գյուղից դեպի արևմուտք Արփագետի ձախ ափին։ Կա մի վարկած, որ վանքը իր անունը ստացել է Սուփան Գնդունու անունից, որը եղել է վանքի առաջին ճգնավորներից։ Վանքի շինությունն ավարտելուց հետո հավաքել են մերձակա վայրերում ապրող ճգնավորներին, որոնցից ամենահասակավորն ու անվանին եղել է Սուփան Գնդունին։ Պատմիչ Ստեփանոս Օրբելյանի վկայության համաձայն Գնդեվանքը հիմնադրել է Սյունյաց Սմբատ իշխանի կին Սոփիա իշխանուհին։ Նույն ժամանակ տիկին Սոփիան հիմնել է տալիս Գնդեվաց գյուղը և Աջար գյուղի հետ նվիրում վանքին։ Վանական համալիրը կազմված է Սուրբ Ստեփանոս եկեղեցուց, գավիթից, սեղանատնից, բնակելի և օժանդակ շինություններից, վանքապատկան ջրանցքից։ Վանական համալիրը շրջապատված է բրգավոր պարսպապատով։ Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցել է Սյունյաց Սոփիա իշխանուհին 936 թվականին։ Եկեղեցու արևմտյան պատի վրա գտնվող շինարարական արձանագրության մեջ Սոփիա իշխանուհին հիացմունքով նշում է. «Մատանի էր անակն Վայոց ձոր, շինեցի զսա և եդի ակն վերայ»։ Կառուցված է բազալտի սրբատաշ քարերով։ Ըստ հատակագծային հորինվածքի եկեղեցին քառախորան, արտաքուստ խաչաձև կենտրոնագմբեթ կառույց է՝ արևելյան զույգ ավանդատներով։ Խաչաթևերը մշակված են եռանկյունաձև հատվածքի հայկական խորշերով։ Գմբեթի առագաստերին պատկերված են 4 ավետարանիչների խորհրդանշանների բարձրաքանդակներ։ Եղել են նաև որմնանկարներ, որոնց հեղինակը նկարիչ Եղիշե Երեցն է։ Ավագ խորանում պահպանվել է Քրիստոսի պատկերի փոքր հատվածը։ Ավելի ուշ շրջանի գործեր են ավանդատների մուտքերից վեր պատկերված ֆիգուրները։ Կատարման վարպետությամբ աչքի է ընկնում հյուսիսային ավանդատան պատի աստվածամոր պատկերը, որն ուշ միջնադարի հայկական կերպարվեստի լավագույն ստեղծագործություններից է։ Որմնանկարները, ցավոք, վերջին տասնամյակներում խոնավությունից քայքայվել են։ Եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը, այն թաղածածկ դահլիճ է։ Կառուցել է Քրիստափոր վանահայրը 999 թվականին։